Գործընկերներս ներկայացրեցին, որ իրականում մեր 500,000 համակարգացիներ հայտնվել են ծայրահեղ խոցելի սոցիալական իրավիճակում, ըստ էության պետությունը իրենց սոցիալական ապահովությունը իրականացնում է մնացորդային սկզբունքով եւ կենսաթոշակների աճը էապես զիջում է եւ աշխատավարձների աճին, եւ հնայի աճին, եւ բյուջեի աճին եւ այլն, Եվ մենք այսօր ձեր համար պատրաստել ենք որոշակի իլյուստրացիաներ, որը մենք հիմա ցույց կտանք, Էլիստա ջան, խնդրեմ ստեղել ցույց տալ, ես մտածում եմ ստեղել կարող եմ ցույց տալ, հերթով կարող եք երկուսն էլ նայեք, Ուրեմն այս սլայդի վրա պատկերված է կենսաթոշակների աճը 2010-ից 2025 թվականներին, բոլոր թվերը, որ մենք օգտագործել ենք, դա մեր վիճպետվարչության թվերն են կամ էլ կառավարության թվերն են, իրենց կայքից վերցած բյուջետային թվերն են։ Բոլորը պաշտոնական են, ինչ-որ իմաստով պաշտոնական թվերը նաև թեր գնահատում են իրական խնդրի խորությունը, Տեսեք, միջին կենսաթոշակի աճը 7 տարիների ընթացքում այս վարչախմբի եղել է 22%։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը այդ նույն ժամանակաշրջանում եղել է 26%։ Ընդդեմ սա սպառողական գների աճն է, առաստեղությանը չի արտացոլում, օրինակ են, որ գույքարկի այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացել է եւ դա թոշակառուների վրա հավելյալ բեռ է, որովհետեւ գույքարկի արժեքը չի մտնում ուղղակի սպառողական գների զամբյուղի հաշվարկի մեջ։ Իրական կյանքի արժեքը էապես ավելի շատ է բարձրացել։ Եվ այն ինչ որ պարոն Հակոբյանը մինչև այդ ասեց, նորից ուզում եմ կրկնել, այսօր կենսաթոշակառուն միջին հաշվով ավելի վատ ապրում, քան նա ապրել է 7 տարի առաջ, երբ որ այս վարչախումբը եկավ իշխանության, քանի որ նա ստանում է ավելի փոքր քանակությամբ միջոց իր գնողունակության պարիտետով հաշվարկության։ Հիմա արդյոք սա արդարացված է, որովհետև մեր ընդդիմախոսները գործող վարչախումբից պետք է ասեն, գիտեք, մենք հնարավորություն չունենք, մենք պաշտպանական ծախսերն ենք մեծացրել եւ այլն։ Հիմա տեսնենք արդյոք ինչա տեղի ունեցել այս ընթացքում։ Ուրեմն նախ սկսենք կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունից։ Սա երկրորդ սլայդն է։ 7 տարիների ընթացքում բյուջեում կենսաթոշակային ֆոնդը աճել է ընդամենը 17%։ Եղել է մոտավորապես 300 միլիարդ դրամ, դառել է մոտավորապես 350 միլիարդ դրամ, կլորացնում են թվերը, էական չի 1 միլիարդ էս կողմնակում, ընդամենը 17%-ով աճել մեր պետական բյուջեում կենսաթոշակային ապահովման ուղղված միջոցները, իդեպ ասեմ, որ ձեր այդ ընթացքում կենսաթոշակառուների թիվը աճել է 458,000-ից 501,000, ինչպես ասեց իմ գործընկեր պարոն Կամենդացյանը։ Հիմա արդյոք արդարացված է այդ թիվը, հիշեք 17% ընդամենը, Պետական բյուջեի ծախսերը այդ ընթացքում հաջորդ սլայդում աճել են 135%-ով։ Այսինքն կենսաթոշակային ապահովումը աճել ընդամենը 17%-ով, իսկ ամբողջ բյուջեի ծախսերը 135%-ով, ավելի քան 2 անգամ։ Այսինքն բյուջեում միջոցների աճը ավելի քան բավարար է, որպեսզի կենսաթոշակներն էլ աճեին օրինակ 2 անգամ այդ ընթացքում։ Բայց եթե կենսաթոշակները չեն աճել 2 անգամ, ապա ի՞նչն է այդքան շատ աճել բյուջեում, ուր է ծախսվում մեր բոլորի կողմից, մեր հարկատուների կողմից վճարվող միջոցները։ Հիմա հերթով ձեզ ցույց տամ մի քանի շատ պարադոքսալ բաներ։ Ուրեմն սա պետական պարտքի սպասարկմանը ուղղված միջոցներն են։ 2018 թվականին մեր բյուջեում պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է 141 միլիարդ դրամ։ Այս տարի 395 միլիարդ դրամ։ Համարյա եռապատիկ աճ է տեղի ունեցել պետական պարտքի սպասարկման համար։ Կասեք, ինչպես է դա հնարավոր, աբսուրդ է, ինչպես է դա հնարավոր։ Շատ պարզ, աճել է ոչ միայն պետական պարտքը, այլև պետական պարտքի սպասարկման արժեքը։ Տեսնում եք այստեղ թվերը, 4.5%-ից, պետական պարտքի տարեկան 4.5%-ից, էֆեկտիվ տոկոսադրույքը դառել է 7.5%։ Սա մեր փառահեղ ֆինանսների նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետները միասին վերցրած, մեր պետական պարտքի սպասարկման տոկոսադրույքը 4.5%-ից 7 տարում բարձրացրել են 7.5%։ Չեմ ասում պետական պարտքի աճի մասին, դրա մասին բոլորս գիտենք, բայց ուշադրություն չենք դարձնում, որ համարյա 2 անգամ թանկացել է պետական պարտքի սպասարկումը։ Ինչի, որովհետև ունենք տաղանդավոր ֆինանսիստներ, որոնք ղեկավարում են մեր երկիրը։ Տաղանդավոր ֆինանսիստներ 2 անգամ թանկադարվել իրանց տաղանդի ձեռքից։ Իրականում սա կոռուպցիա է, սա կոռուպցիա է եւ ժամանակը կբացահայտի, որ սա կոռուպցիա է։ Որ այն ինչ որ տեղի ունենում, մեր բոլորի հաշվին դուք հասկացեք, որ տարեկան $1 միլիարդ ուղղակի փող է վճարվում պետական պարտքի տոկոսների դիմաց։ Ես որպես թիվ արձանագրենք, Ուրեմն երկրորդ թիվը, որի մասին ձեզ ուզում եմ ասեմ։ Պետական մարմինների, կառավարման մարմինների ադմինիստրատիվ ծախսերը
աճել են 2.5 անգամ, 59 միլիարդից 155 միլիարդ։ Անդորում եթե 2018 թվականին շատ հասկանալի էր ինչքան էր, թիվը հայտնի էր, բյուջեի մի հատ բանով տողով գրած էր։ Հիմա այս թիվը խառնած է հազարավոր տողերի մեջ, որտեղ պետք է ամենից հերթով փորձես հասկանաս, մինչև վերջը չես կարող հասկանաս, սա ինչ է իրական ծառայությունն է, ադմինիստրատիվ ծախսերը, դրա համար մենք վերցրել ենք ամենափոքր հնարավոր թիվը։ Ամենափոքր հնարավոր թիվը, օրինակ պաշտպանության նախարարության բյուջեը թիվը առանձնացված չի ադմինիստրատիվ ծախսը։ Ոստիկանության բյուջեը ներքին գործին առանձնացված չի, առանձին դրա համար մենք չենք էլ հաշվել։ Վերցրել ենք 155 միլիարդ։ Ուրեմն տեսեք, եթե դուք պետական համակարգում եք աշխատում, ծախսերը աճել են 2.5 անգամ։ 2.5 անգամ արձանագրենք այս թիվը։ Հաջորդ թիվը կառավարության պահուստային ֆոնդը, այն ինչ որ կոչվում է պահուստային ֆոնդ։ Սա իրականում պահուստային ֆոնդ չի կառավարության, սա վարչապետի ջեբի փողն է։ Սա այն փողն է, որ ինքը ծախսում է ըստ իր հայեցողության, ինչի որտեղ ազգային ժողովը սա հայեցողական փող է, նա չի հաստատում այս փողը ինչ որ մի կոնկրետ նպատակի։ Նա սա թողնում է վարչապետի հայեցողությանը։ 2018 թվականին եկել է 25 միլիարդ, այս տարվա բյուջեն նախատեսված է 64 միլիարդ, ավելի քան 2.5 անգամ եւս աճել է այս փողը։ Այն է, որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բանի վրա։ Գիտեք ինչերի վրա ծախսում ունենալ։ Օրինակ ծախսում է հեծի հարցով միջազգային արբիտրաժներում թանկարժեք իրավաբանների բարձրացնելու համար, որտեղ տենց խնդիր է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսի, որովհետեւ այդ խնդիրը ոչ միայն չլուծի, նույնիսկ չի լուծվելու այդ խնդիրը, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար եւ առաջին հերթին այն թոշակառները, որոնք թոշակ չեն ստանում։ Փոխանցները միլիոններ են գնում ինչ-որ իրավաբանների վրա։ Եվ ամենախայտառակ թիվը, որ դες ուզում եմ ցույց տամ։ Այստեղ վարչապետի ենթակայության գործով հիմնականում ներքին ռեպրեսիվ մեքենայի վրա ծախսերն են։ Ուրեմն 2018 թվականին մենք ունեցել ենք 3 մարմին՝ ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն, պետական պաշտպանությունը։ Այս ընթացքում եւս 2 մարմին է դրանց վրա ավելացել՝ հակակոռուպցիոն կոմիտեն եւ արտաքին հետախուզությունը, որոնց ամեն մեկը ծնվել է իր համապատասխան մի մարմից, հա։ Ծախսերը աճել են ավելի քան 3 անգամ։ 29 միլիարդից դառել է 95 միլիարդ սրանց հավաքական ծախսերը։ Հաղթանակած դեմոկրատիայի բաստիոնում ռեպրեսիվ մարմինների վրա ծախսերը աճել են 3 անգամ։ Ինչի՞ որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է այդ ռեպրեսիվ մեքենան կերակրել, որպեսզի պայքարի քաղաքական հակառակորդների դեմ։ Ում հաշվին մեր կենսաթոշակառուների։ Մեր կենսաթոշակառուները պետք է ստոված մնան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրանց անունից իդեպ, նրանց անունից պայքարի մեր բոլորի դեմ։ Ձերբակալի մեզ, գործեր հարուցի, դատարաններով քաշտա եւ այլն։ Ավելի քան 3 անգամ ծախսերի ավելացում, հա։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք համարում ենք, որ 2 տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50%-ով բարձրացնելը եւ այսուհետեւ դրանք ինդեքսավորելը նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որովհետեւ մեր կենսաթոշակառները իսկապես այնքան միջոց կարողանան ստանալ, որը նրանց հնարավորություն է տալիս նվազագույն կենսամակարդակ ունենալու, նվազագույն, հա։ 50%-ը հաշվել ենք մենք մոտավորապես, սա 175 միլիարդ դրամ է։ Տարեկան բյուջետ։ Ինչ ենք ասում 2 տարի, որտեղ մենք պոպուլիստ չենք։ Մենք Փաշինյան չենք, որ ասենք կգանք միանգամից կանք, չէ, միանգամից չենք անի 2 տարի ամս պետք։ Դրա համար որտեղից ենք վերցնելու այդ միջոցները։ Մոտավորապես 100 միլիարդ դրամը վերցնելու ենք 2 տարիների ընթացքում պետական բյուջեի բնականon օրգանական աճից, որովհետև մենք տարեկան մոտավորապես 5% տնտեսական աճ ունենք նաև բյուջեի եկամուտների որոշակի ավելացում հնայի նկատմամբ, որովհետև հավաքելիությունը արժանապատվաբար բարձրանում է, եւ մենք գնահատում ենք, որ 2 տարիների ընթացքում այդ պետական բյուջեն կավելանա առնվազն եւս 500 միլիարդ դրամով։ Եվ մենք համեստաբար ասում ենք, այդ 500 միլիարդ դրամից 100 միլիարդը եկեք թիրախային ուղղեն կենսաթոշակների բարձրացման վրա, որտեղ նախորդ տարիներին ոչ մի բան չենք արել։ Նախորդ տարիներին 7 տարվա ընթացքում ընդհանրապես 50 միլիարդով են բարձրացել, եկեք հիմա, այսպես ասած, ոնց որ լրացնենք այդ բանը։ 100 միլիարդ բարձրացնենք 2 տարում, բյուջեն 500 միլիարդով ավելանալու է։ Հաջորդը 35 միլիարդ դրամով կրճատենք պետական պարտքի սպասարկման ծախսերը, ինչպես պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով, թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտքով, դա հնարավոր է, եթե հրաժարվենք այն կոռուպցիոն սխեմաներից, որոնք հիմա գործում են։ Երրորդը պետական մարմինների ծախսերը կպակասացնենք ընդամենը 10%-ով։ Ընդամենը 10%, դա բացարձակ իրատեսական է, ես ինքս նախկինում զբաղվել եմ դրանով, իրատեսականը 30%-ով էլ պակասացնել, բայց որպեսզի շատ կտրուկ որևէ բան մենք չանենք,
Ընդհանրապես պարգևավճարները մի քիչ կպակասացնենք, 10%-ով արդեն ծախսերը կպակասացվի։ Պարգևավճարներն են, թանկարժեք մեքենաներն են, թանկարժեք գրասենյակներն են, թանկարժեք ուղևորություններն են եւ այլն։ Ռեպրեսիվ մեկ մարմինները, սա կառավարման մարմիններն են, ռեպրեսիվ մարմինները եւս 10% դրանց ծախսերը, որը ակնհայտ է, որ դրանք իրականում կրկնում են նույն խնդիրը լուծվում է եւ ԱԱՑ-ում եւ ասենք քննչական կոմիտեում եւ այլն հանգիստ կարելի է 10%-ով պակասացնել։ Եվ վերջապես 10%-ով, չէ, բնականաբար 20%-ով էլ կպակասացնենք վարչապետի պաշտպանության ֆոնդը։ Կպակասացնենք վարչապետի պաշտպանության ֆոնդը, միասին վերցրած, սա տալիս է այն 175 միլիարդ դրամը, որը մեզ հնարավորություն կտա մեր կենսաթոշակների միջին հաշվով 50%-ով բարձրացնել եւ դրանից հետո նորից ուզում եմ կրկնել, մշտապես ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զանգվածները, որովհետեւ մենք իրենց ապահովենք նվազագույն կենսաթոշակ, նվազագույն կենսակերպ։ Հիմա ինչ ենք մենք սա այդ կապված անել։ Հաջորդ շաբաթվանից սկսած մենք օգտվելով հանրագրերի մասին օրենքից Հայաստանի Հանրապետության կսկսենք ստորագրահավաք հանրագրի տակ, որով մենք կդիմենք այս գործող իշխանություններին, պահանջով 50%-ով բարձրացնել, կետ առաջին 50%-ով բարձրացնել կենսաթոշակների միջին եւ երկրորդ կետ այսուհետեւ դրանք մշտապես ինդեքսավորել նվազագույն սպառողական զանգերի հետ։ Եթե մեր հանրագրի անպատասխան մնա, իսկ այս իշխանության անպատասխանատվությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել մեծ հավանականությամբ, որ այդպես էլ կլինի, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք մասնավորապես հենց այս օրակարգով։ Մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար 50%, երկու տարվա մեջ 50% կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով, առավելևս, որ մենք շատ իրատեսականորեն պատկերացնում ենք այդ խոստումը ինչպես են կատարել։ Չենք ասում 5 անգամ, տեսեք, չենք ասում 10 անգամ, չենք ասում 2 անգամ, ասում ենք 50%-ով 2 տարում եւ այնուհետեւ ինդեքսացիա։ Դա շատ իրատեսական է եւ դա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն առանցքային կետերից մեկն է լինելու համապետական ընտրությունները։